Ենթադրենք քո դուրը չի գալիս ժամանակակից գադջետ մեքենաները։ Ու դու ուզում ես մեծ բրուտալ մեքենա, որի վրայից 2000-ականների հոտ կգա։ Ենթադրենք ծառից 3 խնձոր անգել, 3-ն էլ կողքովդ փուստ անցել ու մոտի բյուջետը ընդամենը $10,000 է։ Եվ ընկերներիցդ մեկը ականջիդ ասում է X5-ար։ Ու դու սիրում ես յուղի հոտը, սիրում ես պապական փեդը կահույքի վրա, սիրում ես պինդ ու ճռճռացող կաշվի հոտը։ Սիրում եմ Մի քիչ էս կոճակն է ճռճռում, այսքան փաստաթուղթի ես չունեմ։ Այս մեքենան էս ակերով ու էս ղեկով պետքա կուլտուրիստ լինեք, որ կարողանաք թեքեք։ Հա, ասենց մի քիչ են հին ստալինյան կահույքի կաշվին է նման։ Տարիքի համապատասխան բոլոր X5-երի էս լուսարցակերը ստեղ խամրում են։ Միակ ձենը, որ ստեղ իմ ներվերին ազդում է, այդ իրա շարժիչի էս ձենն է։ Բարև բոլորին, այսօր ինձ մոտ է BMW X5 E53 2005 թվականի։ Շարժիչը 3 լիտր, 231 ձիաուր, փոխանցման տուփը ավտոմատ 5 աստիճան, բնականաբար լիակարշակ, 0-ից 100 կմ/ժ արագությանը ջահել ժամանակ այն հասնում էր 8.8 վայրկյանում, անվահեծերի չափը 20 դյույմ, 5 նստատեղ, մեքենայի երկարությունը 4.67 սմ է, ճանապարհային բարձրությունը 203 մմ, մեքենայի քաշը 2 տոննա 40 կգ, բենզինի ռեալ ծախսը մայրուղում կազմում է 11-ից 12 լիտր, քաղաքում 23 լիտր եւ ավել։ Այս մոդելի վրա լինում է նաեւ 4.4 լիտր աշխատանքային ծավալով V8 շարժիչ, որը ունի 320 ձիաուր հզորություն եւ 0-ից 100 կմ/ժ արագությանը այն հասնում է 7 վայրկյանում։ Ունի նաեւ ավելի հետաքրքիր 4.8 լիտրանոց V8 շարժիչով տարբերակ, այն արդեն 360 ձիաուր է եւ 0-ից 100 կմ/ժ արագությանը հասնում է 6.1 վայրկյանում։ Բայց համեմատած 3 լիտրանոցին այս V8 շարժիչները ավելի պրոբլեմատիկ են, հատկապես 4.8 լիտրանոցը եւ ունեն լավ բենզինի ախորժակ։ Կա նաեւ դիզելային 3 լիտրանոց շարժիչով տարբերակ, որին կենթանի ոչ ոք չի տեսել։ Էս են մեքենան է, երբ որ նոր դուրս էր եկել, ինքը իսկականից վաու էֆեկտ էր առաջացրել, որտեվ այդ ժամանակվա, այսպես ասած, կրոսովերները այտենց տպավորիչ չէին, կար ML, որը համարում են ոչ այդքան հաջող տարբերակ, հա, որ Mercedes-ը անցավ բարձր մեքենայի, բայց այս X5-ի դեպքում առաջի հերթին նկատվեց sense հետաքրքիր խարիզմա, ու մի տեսակ իր շուրջ sense լիքը մարդ հավաքեց, նոր ինչ որ վերաբերմունք, նոր մոտեցում, ինքը դարավ կուլտ, բայց իրան չէին նախատեսել որպես օֆրոդի մեքենա, ճիշտ է, այսենց դաշտոտ տեղեր հանգիստ կարակ գնաք քշեք, բայց ինչ որ օֆրոդում ցեխերի մեջ sense բուքսավատ անեք, էս այդ մեքենայի համար չի։ Մեքենայի բարձրությունը 203 մմ է, տեսեք, այդտեղ բորջուրը 15 սանտիմետր հանգիստ կարակ գաք կանգնեք ու հա, ինքը տենց 20-21 սանտիմետր է։ Իր X-Drive-ը ավելի կոմֆորտ ու ապահով տեղաշարժի համար է, քան օֆրոդի։ Ստե ինչ որ շատ մեծ կատաղածակեր է դրած, լենքը 315 35R20 էս իր համար շատ ծանր ակեր են, հատկապես այս շարժիչի ու քշելուց էլ զգացում է, որ sense մեքենան բավականին ծանր է թափ հավաքում, բայց ինչևէ, տեսքի համար ինքը շատ ընտիր է, ստեղ արդեն ընտրությունը նրա մեջ է, տեսքը սիրուն լինի, թե դինամիկան, ու դիմացինները նեղ են, 275-40, ինչևէ, եկեք տեսնենք ինչա ներսը իրանից ներկայացնում, ասեմ ձեզ, որ այս իմ հանդիպած ամենաթարմ պահպանված X5-ն է, մեքենան 20 տարեկան ու եկեք տեսնենք, թե ոնց է պահպանվել 20 տարեկան X5-ը։ Մի կողմից էս դրած է հարմարավետության համար, բայց նստել հելնելուց ճիշտն ասած մի քիչ չեմ հասկանում, եթե սենց հա մի քիչ բեռնատարի նման պետքա, օй, սենց նստեք հելնեք ու տեսեք, այդտեղ շատ հանգիստ լինում է պլստալ ընկնել, որտեվ դե սղլիկ երկաթ է, այս մանր պուպիրշկեկ այդքան էլ չեն պահում, որտեվ ուղղակի չեն պահում, իսկ եթե առանց սրանց փորձեք նստեք, սենց այս ձեր շալվարը միշտ կեղտոտվելու է, ըստ ինձ պետքա մի քիչ ներքև լինի, որ այս մակարդակից բավականին ցածր լինի, բայց ինչև է, այդտեղ սենց է լուծած։ Մի քիչ տեղ կան ճռճռոցներ, առանց սրա դե չի լինի, այդտեղ ոչ մի բան չի ճռճռում,
հետաքրքիր է, ստերանք ճորճռիկներ չկան, այս մեր մոտ բացվող, փակվող տեղա, ձեն չկա, ճորճռոց էլ չկա, չի ճորճռում, չի լղլղկում, ձեռ եմ տալի քաշում եմ, առանձնապես ճորճռոց չկա, նու այս պետքա շատ տանջվեք, որ ինչ-որ սենց ճորճռոցներ լսեք, ստեղ ինչ ունենք, չի ճորճռում, այնով էր ասում BMW-ն անվորակ է, թե տենց բաներ չէիք ասում, ճորճռոց չկա, մենակ падլակոտնիկն է, ստեղ սենց ինչ-որ խուց ունենք, կոպեկների տեղ կա ստեղ, այս ինչ է, Այս նախորդ տիրոջ, տեսեք, Նյու Յորքի վարորդական վկայական է, այս նախորդ տիրոջ կամ տերերի վկայականներն է շատ խնդալու է, մեքենայի հետ խեն ուղարկել ստեղ ես չգիտեմ, ստեղ սենց երկրորդ հարկ ունենք, բայց բացովի, մի քիչ էս կոճակն է ճորճռում, ստեղ ինչ-որ սենց բաներ կարակ դնեք, պահեք, հետաքրքիր է, այս սենց առաջ էլ է գալիս, որ սենց ձեռը դնեք, դե էլ ինչ BMW առանց սենց բաների, ուղարկենք իրան հանգստի, ստեղ բաժակների համար նախատեսված տեղը սենց փակվում, բացվում է ու չի ճորճռում, վթարային ազդանշան, հարմար տեղադրած գիտեք, սենց միանգամից ձեռի տակ է, ստեղ կա old school ռուչնոյ տորմոզ, արանք ինչ-որ բանի դատչիկ է, հետաքրքիր է, այս ինչի դատչիկ է ստեղ, այս է շատ հետաքրքիր, սենց պտտացնում եք, իջնում հելնում է, ինձ թված էս ինչ-որ ավելացրած բան է կամ ինչ-որ դատչիկ է, բայց չէ, տեսեք, սենց պտտելու տեղն է, չգիտեմ, խեն սենց կարմիր կլոնի քթի նման արել, բայց ինչև է, սենց պտտացնում եք, հալին իջնում հելնում է, որ հետևից ուժեղ քսենոններով չինական չքորացնեն ձեզ, ունենք ստեղ բարդաչոկ, տեսեք ինչ հանգիստ իջնում է, մեջը փափուկ, ճորճռոց գոյություն չունի, ընտիր, տեսնենք ինչեր կա ստեղ, արմենչիկ, շանսոն, այս թվի BMW-ների մեջ, էսի պարտադիր է, օպցիայի նման պետք է ամեն մեքենայի մեջ սենց բաներ լինի, այս ինչ դավթար է, այ քեզ բան, տեսեք, այսքան փաստաթուղթ ես չունեմ իմ ծնդական դիպլոմ դպրոցի ատեստատ, սա հավաքեմ իրար գլխի, այսքան փաստաթուղթ չեմ ունենա, հələ նայեք ինչքան բան կա BMW-ի հետ։ Մի քանի հատ ինստիտուտ է ավարտել, չգիտեմ, ընդ սպորտի չեմպիոն ա եղել ինչ որ ծանր քաշայինների մեջ, 100 մետրով կա, չգիտեմ, այս ինչ է այսքան այ մարդ։ Ինչև է, կրթված մեքենան սենց պետքա լինի, ստեղ A4 թուղթ տեղ անում ու զարմանալի է, որ ճռճռոցներ չի գալիս։ Այս միակ ճռճռացող տեղն է։ Audio սիստեման Harman Kardon, կամ ոնց որ ես եմ սիրում ասել Harman Kardon, նստարանները շատ սպորտային չեն, բայց կոմֆորտ են ու այս բարձիկը իմ վզի համար չի։ Այս ես մի հատ հանեմ, որ իսկականից հասկանամ ինչքանով է էրգոնոմիկան լավ, որտեվ ես ինձ խանգարում եմ։ Այսենց արդեն հարմար է։ Ստեղ ձեր սմարթֆոնը դնելու համար տենց հարմար տեղեր չկան, ստեղ տենց ինչ որ բան չեք կարա դնեք, ստեղ մի հատ կրակվառիչի տեղ է, որ կարակ իրան լիցքավորեք, բայց դնելու համար երևի էսի միակ տեղն է, որ ինչ որ սենց մի ձև կարելի է դնել կամ երևի ստեղ ինչ-որ բաներ է պետք կպցնել, բայց այս մեքենային ներել եմ հաշվի առնելով, որ այս ամեն ինչը նախագծվել է 1995 թվականին։ Ու ինձ սմարթֆոնի մասին է ստեղ խոսքը գնում։ Նայեք, նստարանները փքվող, լրիվ էլեկտրական վերև ներքև աջ-ձախ։ Եվ 3 մարդու համար նախատեսված հիշողություն։ Ու այսի իսկական կաշի է, տեսեք, 20 տարվա մեքենա 170,000 քշած, ու ստեղ ոչ մի բան փոխած չի, էս իրա հենց գործարանային կաշիներն է, նայեք, նո այս բարձրը չգիտեմ գործարանային է թե չէ, բայց հələ ստե նայեք։ Հա, սենց մի քիչ են հին ստալինյան կահույքի կաշվին է նման սենց ձիգ։ Հիմա սիրում են սենց փափուկ նուրբ անել, որոնք մի 5 տարի հետո փրթվում են, բայց էսի տեսեք, սենց 20 տարի է դիմացել է։ Ու դռների վրա էլ ստերանք տեսեք, սա սենց կաշի է, ստեղ փափուկ պլան, ու այդքան էլ փափուկ չէ, բայց փափուկոտ պլաստիկ է, սա իսկական փեդ է, լաքածն ու լաքերը ճաքել է, ու ստեղ տեսեք սենց կարերը կա իր գործարանային։ Մեծ շշերի համար տեղ չկա, փոքր շշեր ստեղ կարակ լիքը դնեք։ Ինձ թվում է 4 հատ սենց կարելի է դնել։ Մի 3 հատ էլ ստեղ նույնիսկ կա բռնակներ, հա, սենց կարա պահի։
Ու հիմա փորձեմ ինքս իմ հետևը նստեմ, իմ հասակը 1.78 սանտիմետր է, այս կարգավորած է իմ հասակի համար ու ստեղ նորմալ, տեսեք, 10 սանտիմետր հանգիստ տեղ կա։ Երրորդ հոգու համար էլ ստեղ բավականին փափուկ է ու ասեմ դες, որ ստեղ թունել չկա։ Տեսեք, հիմա շատերը ցույց են տալի էլեկտրական մեքենաների առավելությունը ստեղ չկա, այդ թունելը ստեղ էլ չկա, այդ թունելի բարձրությունը ստեղ այսպես մի մատ է, հանգիստ կարաք sense ոտերը դնեք, իհարկե եթե ձեր ոտի ռազմերը 58 հաստե տեղ չի անի, բայց ինչև է, ստեղ տենց բարձրություն չկա ու sense հանգիստ կարաք նստեք, ստեղ ունենք падլակոտնիկ, շիշ բաժակ դնելու տեղ ստեղ չկա, հա, ստեղ է, ու sense կարաք դնեք, հա, ու sense լավ է պահում, ուզեմ հանեմ չեն էլ թողում, այ մարդ հասկացա որ լավ եք բռնում, թողեք ծառավեմ ես, ստեղ կրկին ունենք կաշի ու sense կարած, մոխրամաններ, ստեղ էլի կարաք ինչ-որ ջրեր դնեք, բավականին խորն է, բայց մեջը sense պլաստմասա է, այսինքն եթե ինչ-որ բանալիներ, բաներ դնեք, շատ է sense չխկալու, հետաքրքիր է, որ ստեղ սաղտեղերը sense փափուկ արած, բայց դրանք sense ինչ-որ չխկլի կա։ Ու այն ինչը ես չէի տեսել ոչ մի մեքենայի մեջ, այդ էլեկտրական հետևի նստատեղերի կարգավորումն է, տեսեք, որտեղ եք sense բան դուք տեսել։ 2005 թիվ։ Մի հատ էլ ստեղ ունենք sense վարակույր։ Այն որ ասում են Mercedes-ը հետևի ուղևորների համար է, BMW-ն վարորդի, X5-ի դեպքում ինձ թվում է հարմար բաժանած է այս սախ։ Ու ես կարելի ասել ամբողջական ընտանեկան կոմֆորտ մեքենա է։ Ամբողջը ստեղ sense բեժ, այս մեկը սև ու ինչ որ նիկելով։ Ստեղ տարիքի հետ մի քիչ կտորն է կախվել, էսի նորմալ է։ Բնականաբար այս ղեկի կաշին փոխվել է, որտեղ էսի շատ նոր է։ Ստեղ տակը դարակել կա, ինձ թվում է ինչ որ մի հատ փոքր բաժակ կարա տեղանի։ Ստեղ ինչ որ հանք եմ գտել։ Վաու։ 85 թվի կոպեկ Liberty։ Այս Ամերիկայից է եկել։ Ստեղ ճիշտ ասած արանքը մի հատ էլ կա, բայց չեմ ուզում մտնեմ, որտեվ ինձ թվում է արդեն կջարդեմ, ստեսախ։ Ստեղ ամբողջությամբ կաշի է, որ այս ամրագոտին ստեղ չտնգրտա։ Բեռնախցիկ։ X5-ի բեռնախցիկը երկու կտորից է բացվում, մի հատ sense դեպի վերև, մի հատը սա դեպի ներքև, նույնիսկ ստեղ կարելի է հանգիստ sense նստել, ոչ մի բան չի լինում։ Չափերի առումով ստեղ երկու մեծ ճամպրուկ լինում է տեղադրել ու նույնիսկ 4 երկու հատ էլ իրանց վրա։ Տեսնենք ստեղ տակը ինչ ունենք, իսկական մեծ պահեստային օք։ Ու այս էլ նրա համար է, որ sense քաշենք հանենք։ Մեկ էլ ասեմ ձեզ, որ ստեղից էլ է լինում նստարանները հետ առաջ տալ, տեսեք։ Տեխնոլոգիա։ Ներքնակը մոռացել եմ, բայց ես իմ բոյով կչափեմ, թե ինչքան տարածություն կա ստեղ։ Ու ոտերս մի քիչ դուս ա մնում, ինձ թվում է այս նստարանները, որ մի քիչ առաջ տանք, ստեղ հանգիստ միջև 1.80 բոյ ունեցող մարդ կարա պարկի։ Ստեղ ինչեր ունենք, ստեղ ունենք ապահովիչներ։ Այս 3 հատ էլ երևի Jinx-ն ա դրել իր գույներին համապատասխան։ Նո, sense լավ որակով փափուկ ամեն ինչ ստեղ սարքած։ Տարիքի համապատասխան բոլոր X5-երի այս լուսարձակերը ստեղ խամրում են, բայց հետաքրքիր որ այս մասերը պահպանում են իրանց sense փայլունությունը, բայց թե չգիտես ինչի խամրում է, ես էլ կարծեմ վակուում ունի, sense պետք է ուղղակի դնել ու ինքը կփակվի։ Եվ ունենք ստեղ շարժիչ։ Բավականին մաքուր է ստեղ ամեն ինչ։ Էրմար մեքենայի տերը շատ է սիրում իր BMW-ն, բայց հետաքրքիր որ էսի չի պահում, sense կարակ թողեք, գցեք ձեր գլխին, ձեր գլուխը կտրեք, ընկնին դե մեկ անդը լիքը տեղ կա։ Նու այս շարժիչ է, այս մեքենայի ամենաթույլ հզորությամբ 3 լիտրանոց 6 մխոցով, բայց հանգիստ կարակ քշեք, արագանակ ու շարժիչի դիրքը էսի հենց այնա, ինչը BMW քշողները սիրում են ու ոչ միայն BMW քշողները, որ ինքը sense բավականին խորն է բրթած։ Տեսեք ինչքան ներսա ու դրա հաշվին ծանրության կենտրոնը բավականին բալանսավորված է եւ քշելուց էլ էտի զգացվում է։ Եթե ինչ որ հետաքրքիր բաներ ստեղ տեսնում եք, կոմենտների մեջ կգրեք եւ կարեւորը մեխանիկական շուպ, ոչ թե հիմիկվա էլեկտրականները, որ չես կարող հասկանաս, յուղ ունես, չունես, համով է յուղը, համով չի։ Եվ կարեւորը ստե գրած է թե ինչքան ջուր պետքա լցնեք։ 7-8 լիտր։ Այս մեքենան էս ակերով ու էս ղեկով պետքա կուլտուրիստ լինեք, որ կարողանաք թեքեք
ասեմ ձեզ որ բավականին ծանր է ու սենց ինչ որ կռիվ եք տալի, սենց պայքարի մեջ եք մտնում ակերի ու ղեկի հետ կամ չերես ղեկ ակերի հետ։ Կողային հայլիների տեսադաշտը ինչպես միշտ ինձ դժգոհ է թողում, որովհետև ամերիկյան սիստեմով է դրած եւ խոշորացրած է ցույց տալիս, ինչը ձեր տեսադաշտի անկյունը բավականին փոքրացնում է ու սենց ակտիվ գլխի վարժություններ պետք է անեք, որ տեսնեք ձեր կողքերը ինչա կատարվում, բայց հետևի հայլին բավականին լավն է, համ չափը, համ հետևի ապակին մեծ է, ի տարբերություն X6-երին, որ նորմալ բան չի երևում, ստեղից շատ հանգիստ կարաք ձեր հետևը տեսնեք ինչա կատարվում։ Հաշվի առնելով, որ մեքենան 20 դյույմ անվահեծերի վրա է, ինքը սենց մի քիչ ձգոտ է, չի ասի չոր է, բայց տենց ինչ որ կոմֆորտ չի։ Ինձ թվում է 19 կամ 18 դյույմով ավելի կոմֆորտ կլինի, եթե արդեն կախված է թե դուք ինչը կնախընտրեք, իր արտաքին տեսքը, եթե վերցնեք 20 դյույմը, թե ավելի կոմֆորտ տարբերակ ընտրեք 18 դյույմերով։ Անհարթ ճանապարհներին թեթև ինչ որ սենց ձայներ է գալիս, քանի որ մեր մոտ 2005 թիվն է, ստեղ ամեն ինչը սենց մեխանիկական կոճակներով է, կլիմատ կոնտրոլ, ջերմությունը բարձրացնել, ցածրացնել, կոճակները սենց դուրս թռած է ու դուք հանգիստ կարաք հասկանաք ինչի եք կպնում, ոնց եք կպնում։ Ճիշտ է, ինքը սենց մի քիչ հին է նայվում, դե 2005 թիվ է, բայց ինչև է։ Ստեղ ունենք այս սենց հետաքրքիր դեֆլեկտորներ, տեսեք սենց երկու շարք է, վերևի նկարակ առանձին սենց սանեք ապակուն, հովացնի ես մեկը ձեր վրա անի, թեք վերև ներքև, ստեղ սաղ մեխանիկական, ինչն է հետաքրքիր, որ ղեկը էլեկտրական է, տեսեք սենց առանց ինչ որ մեխանիկական գործողությունների շատ հանգիստ, ստեղ շատ մեքենաների մոտ կրույզ կոնտրոլ է դրած, բայց տեսեք ստեղ կրույզ կոնտրոլի տեղը սա է դրած։ Էրգոնոմիկայի առումով ինչը անհարմար է, այդպես ապակիներ բարձրացրել, ցածրացնելն է, որտեվ նայեք սենց ձերքի ես բռնակի տակն է ու սենց պետք է սենց ինչ որ անհասկանալի ձերքի շարժումով այս սենց ապակին իջացնեք կամ բարձրացնեք, սենց ինչ որ պետք է ծռեք ձեր ձերքը, հետևին առավել եւս որ ուզում եք իջացնեք, սենց ինչ որ արանքից պետք է ձեր մատերը սենց ծալեք մցնեք, բայց ղեկի վրա լիքը ֆունկցիաներ կան, կրույզ կոնտրոլը ստեղ ղեկի վրա է, ոչ թե ստեղ ունենք ղեկի տաքացում հենց ղեկից, էսի շատ հարմար է, որովհետեւ հիմիկվա ժամանակակից մեքենաների մեջ ղեկը տաքացնելու համար պետք է չգիտեմ մտնես բարդաչոկի մեջ էլի, բայց լոգիկայով պարզա, որ ղեկի տաքացումը պետք է լինի ղեկի վրա։ Քշելու ընթացքում միակ ձենը, որ ստեղ իմ ներվերին ազդում է, այդ իր շարժիչի այս ձենն է։ Եթե V8-ներ ինձ թվում է ձենը ավելի հաճելի կլիներ։ Ու հա, քշելու ընթացքում անդադ սրահի մեջ լսվում է շարժիչի ձենը։ Լիքը ձեն է գալի, բայց մեքենան այտենց դինամիկա չունի, բայց ասեմ ձեզ իր կառավարելիությունը բավականին իր չափերի համեմատ ստաբիլ է, ու ակերը ստեղ լավ լեն է դրած, ու սենց միանգամից սենց կտրուկ ռեակցիա է տալիս ղեկին։ Ճիշտ է, սենց բաներ պետք չանել, եթե ձեր հետևը կան նստած ուղևորներ, որտեվ մի մեշոկ կարտոշկա չեք տանում, վսոտիկի մարդիկ են, բայց ինչև է, ոլորաններին մեքենան իր չափերի համեմատ բավականին ստաբիլ է, բայց այն ժամանակվա համեմատ ասեմ, որ կատաստրոֆիկ ստաբիլ է եղել, որտեվ եթե հիշենք 2005-6 թվերի այս չափի մեքենաները ինչ էին, այսինքն ունեինք Nissan-ներ, Pajero-ներ, Mitsubishi, հա, Grand Cherokee, Toyota-ներ, սենց բան ոչ մի մեքենա չէր անում։ Հիմա հա, արդեն ժամանակակից crossover-ները շատեր ունեն այս ստաբիլությունը, նույնիսկ կարան ավելի դինամիկ լինեն, ու ձեզ ավելի շատ զգում եք մեծ սեդանի ղեկին, քան ինչ որ բարձր crossover-ի։ Միջև ինչ որ խելքին մոտ արագությունները հանգիստ կարակ ոլորանները անցնեք, բայց ֆանատիզմով տառապել պետք չի, որտեվ մեքենայի ծանրության կենտրոնը բարձր է։ Իսկ հիմա ամփոփենք ու տեսնենք առանց ռոմանտիզմի ինչ ամնում հին X5-ի մոտ։ Այս մոդելի իրական դերը կայանում է նրանում, որ առաջի անգամ BMW-ն ցույց տվեց, որ մեծ մեքենան կարա լինի կառավարելի, ստաբիլ ու դինամիկ։ Եվ իրոք, դա տենց էր 2000-ականների սկզբերին, հիմա արդեն ինքը այդ պարամետրերով զիջում է շատ մեքենաներին։ Դրական կողմերը։
Այն ապահով է իր չափերի համեմատ կառավարելի եւ ստաբիլ։ Ունի կոմֆորտի համար բոլոր օպցիաները, սրահը ընդարձակ է ու հարմարավետ։ Համեմատած իր տարիքին սրահը լավ որակյալ է։ Իհարկե հաշվի առնելով թե ոնց են նրան խնամել։ Քշելուց չափերը ընկալելի են, տեսադաշտը լավ։ Բացասական կողմերը։ Մեքենան իր տված դինամիկայի համեմատ անուղեղի պես բենզին է խմում։ 3 լիտրանոցի դեպքում փոխանցման տուփի 5 աստիճանը քիչ է, եւ դրա համար մայրուղում շատ է բենզին ծախսում ու աղմկոտ է աշխատում շարժիչը։ 4.4 եւ 4.8 շարժիչի դեպքում է լինում 6 աստիճան փոխանցման տուփով։ Ղեկը շատ ծանր է եւ փարկինգների ժամանակ պայքարելու է ղեկի հետ։ 20 դյույմ անվահեծերով մեքենան դղկալով է անցնում անհարթությունները։ Լինելով պրեմիում դասի 20 տարեկան մեքենա, անընդհատ ծախսվելու եք թանկ պահեստամասերի վրա։ Կոսմետիկի առումով էլ ժամանակից շուտ խամրում են բեռնախցիկի վրայի լուսարձակերը։ Ում համար ավելի նպատակահարմար կլինի այս մեքենայի շահագործումը։ BMW-ի ֆանատների, որոնք սիրում են մեքենայի պատմությունը եւ ուզում են մոտ լինել անցյալի ստատուսին, ու իրենց կարող են թույլ տալ ծախսեր անել մեքենայի վրա։ Նաեւ պրակտիկ ու ընդարձակ է ընտանեկան ֆորմատի համար։ Իսկ ռացիոնալ մտածելակերպով մարդկանց համար այս մեքենան շատ թանկ դույլ է, մեջը թանկ յուղոտ բոլտերով։ Կարելի է այն վերցնել որպես առաջի մեքենա։ Ոչ, որովհետև պետք է բոլոր հանգույցներից գլուխ հանեք, որ ճիշտ սպասարկեք ու անընդհատ ծախսվեք։ Մեքենան գնելիս ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել։ Եթե դուք ծնվել եք BMW-ի համաստեղության տակ ու անկախ ամեն ինչից որոշել եք իրան գնեք, ապա իմացեք հետևյալը. մեքենան ունի հագեցած էլեկտրոնիկա եւ թանկ հանգույցներ, ու տարիքի հետ դրանք բոլորը իրանց դարը ապրել են ու ձեզ անվերջ ծախսեր են սպասում։ Եթե գնելու համար նայում եք 6-ից 8,000 դոլարով մեքենա, իմացեք, որ մինիմում մի այդքան էլ ծախսելու եք, որ ինքը նմանվի իր սկզբնական կարգավիճակին։ Առողջ մեքենա գտնելը դժվար է, եւ իրենք թանկ են։ Գտնելուց հետո էլ միևնույն է պետք է ստուգեք բոլոր հանգույցները, շարժիչ, փոխանցման տուփ, էլեկտրոնիկա եւ այլն։ 3 լիտրանոց շարժիչի դեպքում իմացեք, որ մեքենան դանդաղ է արագանում։ Ու ով ասես կարա ձեզ անցնի, քշելն էլ առանձնապես հավես չի այդ շարժիչով։ Բայց 3 լիտրանոց շարժիչը ավելի հեշտ է սպասարկվում, մաչելի է համեմատած 4.4 կամ 4.8 լիտրանոցի հետ։ Իհարկե ես կարծում եմ, եթե միևնույն է ձեր ուղեղը թափած է ու որոշել եք ընկնել ծախսերի տակ, գոնե դինամիկայից մի քիչ հաճույք ստանալու համար վերցրեք 4.4 կամ 4.8 լիտրանոց V8 շարժիչները։ Բնականաբար իրանք զգալի կշատացնեն ձեր ծախսերը ու ավելի պրոբլեմատիկ են, բայց ձեր ծախսերի դիմաց գոնե հաճելի դինամիկա կունենաք ու V8-ի հրաշալի ձայնը։ Նաև ձեզ սենց ինֆորմացիա էլ տամ։ 2014 թվականի F25X3-ը արդեն այս X5-ի չափերն ունի ու ավելի դինամիկ է։ Իսկ 2017 թվականի G01 X3-ը ավելի մեծ է, քան այս E53-ը եւ կրկին ավելի դինամիկ։ V8 շարժիչը միակ բանն է, որ չունեն X3-ները, նենց որ լավ մտածեք, թե ինչի համար եք իրեն գնելու։ Իսկ հիմա տեսնենք, թե ինչքան միավոր է հավաքում E53-ը իմ աղյուսակում։ Այսպիսով ստացվում է 27 միավոր, իսկ ինչ վերաբերվում է խարիզմային, ես կարծում եմ, որ իր մոտ լավ բարձր է, որը կարա հանդիսանա ամենակարևոր պատճառը, որը անկախ ամեն ինչից, եթե դուք տեսնեք թարմ պահած լավ E53, նույնիսկ 3 լիտրանոց շարժիչով, այս խարիզման ձեզ կստիպի այն գնել։ Այսպիսով ստացվեց 27 + 4 միավոր։ Ինչևէ, այսօր այսքանն էի պատրաստել ձեզ համար, հիշեք, որ չկա վատ ավտոմեքենա, այլ կա անհամապատասխան ընտրություն, իսկ ես ձեզ մաղթում եմ անփորձանք երթևեկություն, առայժմ։